Նայեք, հենց սկզբից, երբ որ ես մեր ձևով շարժման անդամ էի ու մեզ շատ երիտասարդներ էին միանում, ինձ մոտ այդ հենց միտքը ձևավորվեց երիտասարդական կենտրոն ստեղծելու, քանի որ ցանկանում էի լսել, հասկանալ երիտասարդների հետաքրքրությունները, ինչ են իրենք ուզում։ Գիտեք, չէ, մեզ միացած երիտասարդների բոլորի, այցելում ենք տարբեր մարզեր, մարզերի երիտասարդների, բոլորի ցանկությունը մեկն է՝ ունենալ խաղաղ երկիր, բայց իրական խաղաղություն պետք է լինի մեր երկրում։ Ունենանք ուժեղ ղեկավար, ունենանք ուժեղ տնտեսություն։ Ոչ մի երիտասարդ չի ցանկանում լքել իր երկիրը։ Իսկ երկիրը չլքելու համար պետք է ունենանք ուժեղ առաջնորդ եւ ուժեղ տնտեսություն։ Միայն այդ պարագայում է հնարավոր։ Իսկ այն երիտասարդներ, ովքեր արդեն միացել են մեզ, տեսնում են, որ իրականացնում ենք ազգայնանվեր եւ կանգնած ենք մեր հայրենիքի կողքին։ Ինչպես գիտենք, այս ամեն ինչը սկսվեց այն պահից, երբ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը կանգնեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Իսկ այն երիտասարդները, ովքեր անտարբեր են ու փորձում են երիտասարդներին ասել, որ անտարբեր եք, բայց ես միշտ փորձում եմ կոտրել այդ կարծրատիպը, այդ ամեն ինչը վերցնելով ինձ վրա, փորձում եմ բոլորին ասել, որ անտարբեր չեն։ Ուղղակի երիտասարդներին հետ են մղել իրենց ազգայինից եւ պետք է դա վերականգնել։ Ինչպես եք հիմա փորձում դա վերականգնել, այն արժեքները, որ այս վերջին տարիներին 18-ից սկսած փորձեցին ներմուծել երիտասարդների շրջանում, ապազգային, դա այսպես արմատախիլ անել, դա որևէ կերպ հնարավոր է եւ ինչ քայլերով եք դա պատկերացնում։ Նայեք, երիտասարդական կենտրոնը իրականացնում է մի քանի ուղղություններ, ինչպես նաեւ մեր շարժումը։ Ի սկզբանե հենց ունեինք տաղանդավոր երիտասարդների բացահայտման խումբ, այն երիտասարդների համար, ովքեր անտեսված են եղել ներկայիս իշխանությունների կողմից։ Ունեցել ենք տաղանդավոր շախմատիստներ, նկարիչներ, ովքեր որ ֆինանսական պատճառներով չեն կարողացել դուրս գալ մեր երկրի սահմաններից եւ ներկայացնել մեր երկիրը։ Եվ կրկին աջակցությունը տրամադրել է մեր ձևով շարժումը, Տաշիր բարեգործական հիմնադրամը երիտասարդներին աջակցելով։ Բացի դրանից, երիտասարդական կենտրոնը, որպեսզի երիտասարդները գնահատեն իրենց արժեքները, իրենց մշակույթը, իրենց պատմական կոթողները, մեր ձևով շարժման երիտասարդական կենտրոնը իրականացնում է արշավներ Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք պետք է մեր երիտասարդներին բացատրենք, հասկանանք, որ մեր հայրենիքը դա քարտեզը չէ։ Մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյուն պետք է բացահայտել յուրովի։ Եթե դու ճանաչում ես քո հայրենիքը, դու տեսնում ես, գնահատում ես այդ արժեքը, սիրում ես քո հայրենիքը եւ չես կարող անտարբեր լինել։ Իսկ քաղաքական առումով ներգրավվածությունը ինչպիսին պետք է լինի, որովհետև մենք ընտրությունների ենք պատրաստվում այնուամենայնիվ, դա քաղաքական process է եւ այստեղ կարեւոր է նաեւ երիտասարդության ներկայությունը։ Նայեք, երիտասարդներին, որպես այդպիսին, մեր ձևով շարժման երիտասարդական կենտրոնի երիտասարդներին ոչինչ չենք պարտադրում, նրանք ազատ են։ Այսինքն, այն երիտասարդները, ովքեր գալիս են մեզ մոտ, անցնելու են մեզ այդ ճանապարհ եւ մեր կողքին են, նրանք իրենց վրա պատասխանատվություն են կրում եւ նրանք հստակ գիտակցում են ինչ են անում։ Ու ես շատ եմ ուրախանում ինքս լինելով երիտասարդ, որ մեր երիտասարդները կարողանում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել եւ պատասխանատու են իրենց քայլերի եւ արարքների համար։ Կարծում եմ ինձ հետ կհամաձայնվեք, որ մեր երկրին պատասխանատու անձինք շատ են պետք, որպեսզի չմեղադրեն մեկը մյուսին, չոր ձախողման կամ այլի մեջ։ Մեզ պետք են պատասխանատու երիտասարդներ։